Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թույլ տվեք այս պայն անցնելու Սերդար Քլիչին Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչին։ Շատ շնորհակալ եմ, Սամիր։ Մի պահ կարծում դուք գնահատում եք մեր կարողությունները, որ կարողանալ ենք պատասխանել ձեր շատ կարևոր հարցերին 3-4 րոպեում, կարծում եմ գնահատում եք, բայց ես շնորհակալ եմ Ռուբենին։ Նա գրեթե ասաց այն ամենը, ինչ ես ուզում էի ասել, ինչ որ ես իմ մտքում պլանավորների ասել ձեզ, երկաթուղու կապակցվածության հետ կապված եւ այլն, բայց հրաշալի է իսկապես այստեղ լինելը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իշխանություններին, հյուրընկալության համար։ Մի շարք լրագրողների հետ էի խոսում ներքևում, հարցեցին, թե ինչպես եմ ինձ զգում թե Երևանում, ասացի ես ինձ զգում եմ տանը։ Եվ սա բարձրութերով ծառայություն չեմ մատուցում, իսկապես ինձ զգում եմ տանը։ Իմ ընկերները եւս այդպես են զգում իրենց, շատ ընկերային, հյուրասեր միջավայրում ենք մենք զգում ես։ Այդ ընկերությունը վայելում ենք, այդ բաց ընդունելությունը նկատելի է հայկական կողմից։ Եվ կառուցողական առաջարկներ ենք ստեղծում երկուստեք։ Անշուշտ որոշ դժգոհություններ ունեմ իմ գոլեգայի ասածների հետ, որոշ առաջարկների հետ կապված, վենտիկեպի հետ կապված, բայց նայենք հունվարի 22-ին քննարկումներ եւս ունեցել ենք այս հարցի շուրջ եւ եթե անդրադառնանք այս կետին եւ Ռուբենին եւ Սելդային ասեմ, որ այս պահին մենք լինելու ենք 2026-ին, հավանաբար չենք հավատա։ Չենք հավատա, հսկայական ձեռքբերումներ ունենք։ Երբ ասում ենք հարաբերությունների կարգավորում, դե եզրույթը սխալ է, մենք չենք կարգավորում Հայաստան-Թուրքիայի միջև։ Սա հակառակը վստահության ամրապնդման, վստահության ստեղծման գործընթաց է։ Բոլոր քայլերը մենք փորձում ենք անել, որը մեզ լիովին կկարգավորի հարաբերությունները մեր երկու երկրների միջև, բայց չէ կարող հայկական, թուրքական կարգավորման գործընթացը առանձնացնել ընդհանուր տարածաշրջանային կապակցվածության ջանքերից։ Սրանք առանձնացնել չենք կարող։ Եվ չենք կարող կապակցվածությունը միայն տրանսպորտին, հաղորդուղիներին, երկաթուղիներով սահմանափակել։ Ավելի կարևոր, շատ կարևոր ոլորտներ կան, որտեղ մեր ջանքերը պետք է ներդնենք համացանցային կապուղիները, տրանսպորտային կապուղիները, օդային ուղիները շատ կարևոր են։ Համացանցային հաղորդուղիները վերջերս մենք համաձայնագիր ենք ստորագրել հայկական ընկերությունների հետ այդ առումով, որպեսզի ավելի լավ ծառայություններ մատուցենք հայ ժողովրդին։ Մենք պետք է ավելի լայն մոտեցում ունենանք կապակցվածության հաղորդուղիների այս գաղափարին, ավելի ընդլայնված մոտեցում պետք է ունենանք հաստատելու խաղաղության եւ կայունության այս տարածաշրջանում։ Ես ունեմ իմ սեփական գաղափարները, թե ով է այս առաջարկները անելու, ինչպես են անելու, երրորդ կողմ է դա անելու, նրանք իրենց ստեղծարար գաղափարներով պետք է առաջ գան, թե ոչ, բայց ընդհանուր առմամբ զգում եմ, որ ցանկացած գաղափար ընդլայնելու համար հարաբերությունները, զարգացնելու համար հարաբերություններ կամ երկարաժամկետ տևական խաղաղություն եւ կայունություն ստեղծելու համար այս տարածաշրջանում այս գաղափարները պետք է գան այդ տարածաշրջանից, ներսից պետք է բխեն։ Պետք է որպեսզի այդ ժողովուրդը տերը լինի այդ գաղափարին, դա է ինձ համար շատ կարևոր։